պետք է խոսեն իրար աչքի մեջ լինեն, իրարից գաղտնիքներ չպետք է պահեն, իրար հետ իշոփեն։ Երկրորդը մեզ մոտ թվում է թե կինը մեր բոլոր խնդիրները այդտեղից է սկսվում, որ տղամարդիկ մտածում որ կինը տանենք դնենք տունը, ճաշեպի լվացք անի, երեխա ծնի, դաստիարակ իրենք էլ ինչ ուզեն անեն։ Չէ, դրա համար չի կինը սիրելու համար, հոգ տանելու համար։ Երբ որ դու այսպես ես, սա մեր ազգային մտածելակերպն է, որ կինը տունն է, վերջ իրանք տանից խաբարել չեն, ինչ այնտեղ կատարվում, էլի տանը ինչ են անում, ոնց են անում, այդ երեխան ոնց մեծացան, ինչ երեխան ոնց է սովորում, հետո ասում են մոր ասում են, այս սաղ քո դաստիարակն է, բա դուր էիր։ Որ փող աշխատելը չի տղամարդու նպատակը։ Ես ռոպ եմ գտնում, մենք 4-ով միասին լինենք, միտեղ գնանք 4-ով օր անցկացնենք իրար, որովհետեւ մենք իրար տենանք, մեր կարոտը առնենք։ Այստեղից է սկսվում ամեն ինչ։ Երբ որ տղամարդը անտարբեր է դառնում, օրինակ մեծ տարածված սխալներից մեկը որ տղամարդիկ շատ ուշ են տուն վերադառնում։ Ընկերների հետ քեֆեր, ուրախություն, խաղալ, հակին ինչքան կարող եմ ստիպված։ Վերջը պարապությունից սկսի մեկ հետ գրվել։ Սկսի դավաճանության մասին, սիրո պակասից, էլ նորից կասենք, սիրո պակասից, ուշադրության պակասից։ Տղամարդը սիրո է պահում, կնուշն ասում է, «Սպանեմ քեզ կողմը», բայց դու իրեն դի սիրես, որ ինքը չանի այդ ամեն ինչը։ Այս բաց թողումի պատճառով է, եւ հետո էլ հատկապես որ ուրիշ խնդիր կա, որ տեսնում եմ աղջիկները բարձր են վարձատրվում, տղաները քիչ ասենք, աղջիկների մոտ էլ մի ուրիշ տենդենս կա, որ եթե ես լավ աշխատում եմ, պետք է մեկին գլխին ատել, որոշի ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Ամուսնանում են, երեխան բաժանվում են, այո, ինքնուրույն կյանքի են տեսնում, այո, դի նախ իմ ու քո չպետք է լինի ընտանիքի մեջ։ Ամբողջ խնդիրներից մեկը սա իմ ու քո, եսի ես արեցի, եսի դու բերեցի, հերս տվեց, եսի քո հերը բերեց, այսպես իմ ու քոն, ես դու եթե չվերջացավ ասակից հետո, ուրեմն այդ տունը երկար չի կարող։ Դա դառնում ենք մենք եւ մերը։ Եվ միշտ երեք падգամ եմ թողնում իրենց, վասակին ասում եք ամեն օր իրար ասեք ես քեզ սիրում եմ։ Միշտ այդ բառ իրար ասեք ես քեզ սիրում եմ։ Մի վախեցեք։ Ամեն չգիտի որ ասում գիտի, բայց դու նորից ասեք ան սիրում ես։ Հիշեցրու, երբ որ դիրան ասում ես քեզ սիրում եմ, ինքը նշանակում է որ դու իր համար ամենաթանկն ես, ամենագնահատն, անփոխարին ինքը զգացողությամբ ամեն օր ապրում սպասում է քեզ։ Երկրորդ ասում եմ ինչ էլ որ լինի օրվա մեջ, իրար ասեք ես քեզ հասկանում եմ։ Մարդ ես, ես եկավ եմ փոքրնաց գալ տուն, մի բան ասեմ, թաս մի բան ասեմ, բայց վերջում ասեմ մենք իրար հասկանում ենք, խնդիր չկի դա։ Երրորդ ասում եմ միշտ ասեք որ ես քեզ ներում եմ։ Ինչ էլ լինի ասեք որ ես քեզ ներում եմ։ Եվ չթողեք ձեր բարկության վրա արևը մայրը։ Եվ ամենագլխավորն ասում եմ Աստծուն ձեր կյանքից բացակա չտեք։ Եթե դուք իրար հետ չաղոթեք, այսինքն աղոթքի լեզվով իրար հետ չխոսեցիք, ոչ մի լեզու դուք չեք կարող հասկանալ, ոչ ձեր լեզուն, ոչ ձեր ծնողների լեզուն, ոչ ձեր ընկերների չեք հասկանալու, դուք պետք է իրար աղոթքի լեզվով։ Տղամարդն ու կին ամենագեղեցիկ այն որ տղամարդն ու կին հետ աղոթում։ Սա միացնում այն, միացնում է, նույն մարդն է դարձնում իրենց։ Եվ եթե ես երեքը քա քո կյանքի մեջ, վերջ ամեն հարց լուծված։ Այդ խնդիր չի լինի մեր կյանքին։ Դու հանձն ես արում այս մարդուն հոգ տանել, երջանկացնել։